Ինչ նախնդիր է, օրինակ ձեզ ինչն է բերել այստեղ։ Մեզ ಏನա բերել, ուզում ենք բուժվենք երեխա ունենալ։ Զրուցակիցս 30 տարեկան է, ներկայանալ չի ցանկանում, բայց պատմում է, որ երեխա ունենալու հույսով արդեն 2 տարի է, ինչ իր գրեթե ողջ աշխատավարձը բժիշկների ու դեղերի է տալիս։ Արդեն 2-րդ տարին է բուժվում եմ, երևի, ախորասեմ երևի 3 միլիոն ծախսել, երևի շատ է կլինի։ Խնդիրը շատ տարածված է, քանի որ բուժ հաստատություններում ամեն օր մեծ հերթերի են հանդիպում, ասում է նա։ Ես գիտեմ, որ սնունդ դնա, պարսկական սնունդն է, վատ սնունդները բերում լցում են Հայաստան, դա պատճառով, ինչ պետք է լինի։ Մարդկանց հոգեկան ապրումներն է, որ այսօր սա մտածում են, որ որտեղ ես փող հայթայթեմ, որ իրար ընտանիքը պահեն։ Այդ է, աշխատանքի տեղեր թող բացեն, որ այս ժայռները չեն փախնեն Ռուսաստան, թալենտից վարակներ բերեն։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում անպտղությունը մոտ 20% է կազմում, այսինքն ամեն 5-րդ ընտանիք կամ ընդհանրապես չի կարող երեխա ունենալ կամ ունի խնդիրներ հաջորդ երեխան ունենալու հետ կապված։ Նշենք, որ անպտղության բուժումը բավականին թանկ է եւ շատերի համար ոչ մատչելի։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հարապետյանն ասում է, որ Հայաստանի նման պետությունը, որը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի, նման իրավիճակ չի կարող իրեն թույլ տալ ու հավելում, որ վերջին տարիներին այնքան նշվող ծնելիության աճ է իրականում ծնունդների աճ է, որը ապահովվել է անցած դարի 80-ականների վերջին ծնված ու այսօր ծնող դարձած մեծաքանակ երիտասարդների հաշվին։ Բայց մեր երկրում այսօր ամեն կնոջը գոնե 2 ծնունդ բաժին չի հասնում, ասում է նա։ Չի լինի այդ թեր ընդբռնումը, որ Հայաստանում ծնելիությունը բարձրացավ, չի բարձրացել Հայաստանում ծնունդները։ Ծնելիությունը բարձրացել է ծնունդների թիվը, բացարձակ թիվը։ Մեր մոտ ոնց 20 վերջի 20 տարում 1.5 երեխա ծնում 1 վերարտադրողական տարիքում գտնվող կինը նույնպես շարունակվում է։ Անպտղությունը իհարկե շատ կարևոր հարց է, սակայն նա պետք է նրան անդրադառնան, եթե կա միջոցներ դրա համար, բայց բնակչության բոլոր խավերի համար դժբախտաբար այսօր դեռևս այդ հնարավորությունները չկան։ Վերջում նշենք, որ մինչ բյուջետային միջոցները չեն բավականացնում առողջապահության ոլորտում բազմաթիվ կարևոր խնդիրների լուծման համար, օրերս պարզվեց, որ մեր բուժ հաստատությունների մեծ մասը դեղերի գնման համար մրցույթներ չի հայտարարել, դեղերը թանկ են գնվել, ինչի հետևանքով օրինակ 2011-ի պետական բյուջեին ավելի քան 1.5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել։